Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ձեզ հետ է Էդվարդ Անտինյանը։ Ողջունում եմ ձեզ Համայնայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր փետրվարի 6-ն է 2026 թվական։ Լարված բանակցություններ են Իրանի հետ կապված, որը գիտեք ուղղակիորեն առնչվում է նաև մեզ, սկսենք դրանից, Օմանում սկսվել են Իրան-ամերիկյան բանակցությունները, իրանական պատվիրակության ղեկավարն արտգործնախարար Աբբաս Արաղչին է, ԱՄՆ կողմից մասնակցում են Թրամփի փեսա Ջարեդ Քուշները և նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը։ Իրանի արտգործնախարար Արաղչին ԱՄՆ-ի հետ Օմանում սպասվող բանակցություններից առաջ գրառում էր արել. Իրանը դիվանագիտական բանակցություններին մոտենում է բաց աչքերով և անցյալ տարվա իրադարձությունները լավ հիշելով։ Մենք գործում ենք բարի կամքով և վճռականորեն պաշտպանում ենք մեր իրավունքները։ Պարտավորությունները պետք է կատարվեն, հավասար իրավունքները, փոխադարձ հարգանքը և փոխադարձ շահերը հռետորաբանություն չեն, այլ անհրաժեշտություն և երկարատև համաձայնագրի հիմք, նշել է նախարար Արաղչին։ Տեսեք, լարված իրավիճակ է, ցանկացած պահի պայթյունավտանգ։ Ամերիկան սպառնում է, Իրանը պատասխան սպառնալիք է հնչեցնում, պարբերաբար, մինչև վերջի վայրկյանը, մինչև բանակցությունները, բանակցություններից առաջ նույնպես, ինչու համար եմ սա ասում, և Ամերիկան և Իրանը չեն ցանկանում, որ ներքաշվեն պատերազմի մեջ, ակնհայտ է, որ Իրանը, որ վերջերս տեսել է պատերազմի հետևանքները, հաստատ չի ցանկանում, բայց բանակցությունից առաջ չպետք է զինաթափվես, բանակցությունից առաջ չպետք է քո հակառակորդին շնորհակալություններ հայտնես, ասես, որ առանց քեզ խաղաղություն չի լինի, մենք խաղաղություն ենք բերել, շնորհիվ իրա և այլ և այլ, պետք չի դու քո հասարակության հետ խոսելիս ընկնես հակառակորդի ոտերը, նույնիսկ եթե նրան հակառակորդ չես համարում։ Այսինքն երկուսն էլ գնացել են, որ հարցը բանակցությամբ լուծեն, բայց երկուսն էլ մինչև բանակցությունը իրանց դիրքերն են կոշտացնում, որ բանակցության սեղանի շուրջ բան ունենան զիջելու և ասեն տեսակ մենք այսքանը զիջեցինք, որ զիջած գնաս բանակցային սեղանին նստես, էլ ինչ ես քննարկելու, կապիտուլյացիա ստորագրելով հետ ես գալու։ Այսինքն ես դրա համար նաև ներկայացրեցի այն մթնոլորտը, էլի մի երկու բան կասեմ, մինչև այս բանակցությունները։ Հիմա դրանից հետո արդեն Մասկատում, այսինքն Օմանում մայրաքաղաքում Իրան-ամերիկյան բանակցությունները Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին դրական է որակել, այսինքն արդեն մենք խոսեցինք, որ ինչով են գնացել բանակցության, հիմա արդեն ավարտվել է և դրական է որակել, տրամադրությունը լավ է, երկու կողմերն էլ արտահայտեցին իրենց տեսակետները, սա լավ սկիզբ էր, ասել է նախարարը, գրեթե լիակատար համաձայնություն ձեռք բերվեց բանակցությունները շարունակելու էության վերաբերյալ և որոշվեց շարունակել այս գործընթացը, սակայն երբ, ինչպես և ինչ ձևով դա տեղի կունենա, կորոշվի հետագա խորհրդակցությունների ժամանակ, ասել է Արաղչին։ Նույնիսկ եթե համաձայնության գան, մենք պետք է մի բան հասկանանք, հարցը չի լուծվում, եթե հարցը չի լուծվում, ցանկացած պահի նորից գլուխ է բարձրացնելու, որովհետև եթե համաձայնության եկան, դրանից ինչ։ Ամերիկան չի ցանկանում, որ Իրանը զինվի։ Իրանը գիտի, որ եթե ինքը բալեստիկ հրթիռներ չստեղծի պաշտոնապես կամ գաղտնի, ինքը խնդիր է ունենալու, խփելու են իրան, բայց ստեղծում է հարվածը մոտեցնում է, բայց գոնե վախենում են պատասխան հարվածից, այսինքն որևէ խնդիր այս բանակցություններով չի լուծվելու, նույնիսկ եթե զրուցել են, այն էլ միջնորդավորված, նույնիսկ եթե ինչ-որ մի համաձայնության կգան, ինչ-որ դադարի, դրանից մեր մտահոգությունը չի պակասում, որովհետև մենք լուծում չենք տեսնելու, որպեսզի լուծում տեսնենք, պետք է մի կողմը ասի վերջ, լավ, այդ հարցը փակված է, բայց նույնիսկ երբ որ նախորդ անգամ Դոնալդ Թրամփն ասեց, դե բանակցում ենք, որ զգոնությունը բթացնենք, որ հարվածենք, Իսրայելն էլ ասեց, դե մենք շուտվանից էինք նախապատրաստում երկրի ներսում ահաբեկչական գործողություններ անելու և բանակցություններն էլ պետք էր դրա համար, որ էլի զգոնությունը բթացնենք, այսինքն նշանակում է որևէ պարագայում ասել, դե տեսակ սեղանի շուրջ նստեցին, արդեն ամեն ինչ նորմալ է, նորմալ չի, որովհետև վերջնական որոշումը չի երևում։ Եթե նույնիսկ իրանք դրական գնահատեն։ Իսկ հիմա նայենք, մինչև գնալը, որպեսզի պատկերացնենք, ինչ հարց են լուծել։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է. Իրանի հոգևոր առաջնորդ Խամենեին պետք է շատ մտահոգված լինի, եթե նրանք կրկին փորձեն, ես նրանց հստակ ասում եմ, մենք նրանց կուղարկենք հետ և կրկին կանենք մեր գործը, ասել է Թրամփը խոսելով Իրանի միջուկային ծրագրի մասին։ Նրանք մտածում էին երկրի մեկ այլ մասում նոր նախագիծ սկսելու մասին։ Մենք իմացանք դրա մասին, ես ասացի, եթե դուք դա անեք, մենք ձեզ հետ շատ վատ բաներ կանենք, նշել է ԱՄՆ նախագահը։ Այսինքն մինչև բանակցությունը ԱՄՆ նախագահը հիմա ասում է, որ մենք իմացել ենք, որ իրանք գաղտնի նորից փորձում են հարստացնել ուրանը և ցանկանում են բալիստիկ հրթիռներ ստեղծել։ Մենք դա բացահայտել ենք, թույլ չենք տալու։ Այսինքն հասկացաք, մթնոլորտը ինչով են գնացել բանակցությունների։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել է մինչև բանակցությունները։ Միացյալ Նահանգների և Իրանի միջև հարաբերությունների ներկայիս լարվածությունը պայթյունավտանգ է ամբողջ Մերձավոր Արևելքի տարածաշրջանի համար։ Այս իրադրությունը սկզբունքորեն պայթյունավտանգ է ոչ միայն Իրանի, այլև ամբողջ Մերձավոր Արևելքի համար, կան շատ ականներ, որոնք կպայթեն դրանց վրա ոտք դնելու առաջին իսկ պահին։ Իրանը մեր գործընկերն է, մոտ գործընկերն ու հարևանը։ Իհարկե մենք անտարբեր չենք դեպքերի ներկայիս զարգացման նկատմամբ, ասել է Ռուսաստանի արտգործնախարարը։ Իհարկե մենք գիտենք ձեր գործընկերների շահերը ոնց եք պաշտպանում, ոնց պաշտպանեցիք Սիրիայում, Վենեսուելայում, Իրանում, դրա համար ասում ենք խնդրում ենք մեզ մի պաշտպանեք, էլի, որովհետև մենք տեսել ենք, թե դուք ոնց եք պաշտպանում։ Բայց այնուամենայնիվ Լավրովը ցանկանում է ցույց տա, որ իրանք շարունակում են Իրանի հետ կապված Իրանի հետ կապված ամեն ինչ անեն, որ դրանով կարողանան ճնշեն Միացյալ Նահանգներին։ Իսկ դրա հետ կապված մենք էլ պետք է մտածենք, այնուամենայնիվ Ռուսաստան Իրան ցանկանում են գործել միասնական։ Իհարկե Ռուսաստանը այդ քաշը չունի, որ եթե Իրանին հարվածեն ինքը պատասխան հարվածի համար զորք մտցնի կամ ինչ-որ քայլեր անի, այդքան միամիտ չենք, որ հավատանք, բայց և միևնույն ժամանակ այնուամենայնիվ մենք պետք է մտածենք, որ Ռուսաստան, Իրան գործում են միասնական, այդ դեպքում մենք էլ Միացյալ Նահանգների հետ ուզում ենք լավ հարաբերություն ունենանք, բերենք ճանապարհ գցենք, որին դեմ չլինի Ռուսաստանն ու Իրանը։ Այս է հարցը։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, այսօր էլի բանակցություններից առաջ ԱՄՆ պատրաստ է Իրանի հետ հանդիպելու, Վաշինգտոնի բանակցությունները Թեհրանի հետ պետք է ներառեն, այս է ուզում ասեմ, ոչ միայն միջուկային հարցը, այլև նրա հրթիռային ծրագիրը և մի շարք այլ հարցեր։ Բայց Աբբաս Արաղչին ասում էր, որ մենք բացի միջուկային ծրագրից բան չունենք քննարկելու, կարանք խոսենք, բայց մեր հրթիռների հետ կապված թեման մեր օրակարգային չի լինելու։ Այսինքն երկու կողմը կոշտացնելով գնացել են բանակցության։ Բացի դրանից էլ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ինչ էր ասել մինչև այդ։ Մենք ցուցարարներին աջակցել ենք, Իրանը քաոսի է մատնված մեր շնորհիվ։ Այս արտահայտությունը Դոնալդ Թրամփը անզգույշ արտահայտությունը ասեմ ինչի, որովհետև իրանք շատ մեծ շանս ունեին, մանավանդ երկրում այնքան դժգոհ են կրոնապետությունից շատ-շատերը, այս սերունդն էլ արդեն մոռացել է, թե ինչ վատ բաներ է կատարվել շահի ժամանակներում, բայց մեծերն էլ արդեն այդ ցավու դարդը մոռացել են, չնայած որոշ մասը հիշում է, բայց մի մասն էլ պատմեն, բոլորը վատ չեն ապրել, մի մասն էլ պատմեն, թե ինչ լավ էր, ազատ երկիր էր եւ այլ, շփում, բան, աշխարհիկ պետություն էր։ Այսինքն լավ հիշողությունները փոխանցվում է ծնողներից, այդ ցավերը կամած մոռացվում, հա։ Կամ էլ թե չէ մի մասն է դժգոհ, ինչի խորհրդային միության ժամանակով բոլորը դժգոհ չէին։ Ինչի համար եմ ասում, որ այսինքն շանսը, որպեսի կարողանային թագաժառանգ Ռեզա Փահլավին ասպարեզ մտցնեին, բավական մեծ էր, բայց երբ որ Միացյալ Նահանգները կոշտ ձևով ցույց տվեց, որ ցանկանում ենք իշխանությունը փոխել եւ մեր դրածոն ենք ուզում, անմիջապես Ռեզա Փահլավին էլ ոգևորված ասեց Ամերիկան մեզ կօգնի եւ այլ, Թրամփը արդեն փորձեց ցույց տա, որ մենք չենք Իրան ուղարկում այնտեղ, անգամ չընդունեցին Իրան, որ իրանց հետ չկապվի, ներողություն։ Բայց արդեն ուշ էր, ինչ որ փչացնելու էին, արդեն փչացրել էին։ Հիմա նորից, երբ որ ինքը ուզում է ցույց տա, որ մենք ենք ցուցարարներին աջակցել, Իրանը քաոսի է մատնված մեր շնորհիվ, դա ինչ է տալիս։
Դա դուց տալիս, որ դրսից եք ուզում իշխանափոխություն անեք։ Դա եթե ուզում եք անեք, արեք, բայց ինչի եք խոստովանում։ Հենց խոստովանում եք չեք կարող անեք։ Որտեւ այն ժամանակ, երբ որ օբյեկտիվ դժգոհություններով ժողովուրդը փողոց էր դուրս եկել, բավական լուրջ շարժում էր դա։ Այդ տպարություն ստեղծեցիք, որ դուք դա դրսից ուղղորդում եք, նրանք էլ դրեցին էլ մարդ սպանեցին, էլ կալանավորեցին։ Դուք էլ հետ քաշվեցիք։ Ու նաև բանակցությունից առաջ Իրանում ԱՄՆ վիրտուալ դեսպանատան տարածած հայտարարության մեջ ասված է. ԱՄՆ քաղաքացիները պետք է անհապաղ լքեն Իրանը։ Ամերիկացիները պետք է դիտարկեն Իրանից ցամաքային ճանապարհով դեպի Հայաստան կամ Թուրքիա լքելու հնարավորությունը։ Մշակեք Իրանից դուրս գալու ծրագիր, որը կախված չէ ԱՄՆ կառավարության օգնությունից, ասվում է հայտարարության մեջ։ Սա ինչի համար է ասում, որ ցանկացած պահի, եթե համաձայնության չեկանք, խփելու ենք։ Այսինքն բանակցության ժամանակ իրանց դիրքերը կոշտացնելու համար։ Սա ահաբեկչության մի հատ ձև է, շանտաժի ձև է, պարզ է։ Նույն հաջողությամբ հաջորդ շանտաժն էլ Իրանից է հնչում, բանակցությունից առաջ։ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ Աբդուրահիմ Մուսավին հայտարարել է. Իրանը հաջողությամբ ամրապնդել է իր զսպող ուժը, արդիականացնելով իր բալեստիկ հրթիռները բոլոր տեխնիկական ասպեկտներով։ Մենք պատրաստ ենք թշնամու ցանկացած գործողության։ 12-օրյա պատերազմից հետո մենք մեր ռազմական դոկտրինը պաշտպանականից փոխեցինք հարձակողականի, անհամաչափ պատերազմի և թշնամուն ջախջախիչ պատասխանի քաղաքականություն որդեգրելով, հայտարարել է գեներալ Մուսավին։ Այսինքն ասել, որ այս բանակցությունը հաջող էր կամ հաջորդ բանակցությունները ինչ-որ բան կփոխի, հա, ասենք լավատես լնենք, բայց հասկանում ենք, որ հարց դեռ չի լուծվել։ Քանի հարց չի լուծվել, մենք մտահոգվելու խնդիր ունենք ոչ միայն, որ մեր հարևանը ներքաշվի պատերազմի մեջ, այլ որ մերոնք բացարձակ չեն կողմնորոշում, բոլորին հա են ասում եւ այն էլ էսեն դեպքն է, որ բոլորին չեն հա ասում։ Իրանին համառորեն պաշտպանում են որ երրորդ անգամ եւ դրա հետ կապված ասենք Իսրայելին մեղադրում, դատապարտում, Պաղեստին պետությունը ճանաչում, որը արդյունքում մեզ ոչինչ էլ չի տալիս։ Պաղեստինն էլ մեզ դատապարտում է։ Ինչի համար եմ ասում, որ եթե բալանսավորում եք, դա էլ բալանսավորեիք։ Եթե գտնում եք Իսրայելը խնդրեմ ունի, ինչ Իրանը չունի, անեիք, դա էլ անեիք։ Զուտ թեկուս ձեր բազմավեկտոր քաղաքականության ծրագրերի շրջանակներում։ Ու հետո մի զարմացեք, որ Ամերիկան պաշտպանում է Իսրայելը։ Դուք սիրեք Իսրայելին, չեք սիրի, կընդունեք, չեք ընդունի, Իսրայելի քաղաքականությունը սխալ կհամարեք, այնքան սխալ բաներ են անում, ես էլ եմ ասում, բայց հարցը դա չի, որ ասեմ, նրա հետևին կանգնած է Միացյալ Նահանգները։ Այսինքն եթե Միացյալ Նահանգների այդ գործոնը հաշվի չես առնում, դու ոնց ես պատկեր։ Դա նշանակում է դու Միացյալ Նահանգների հետ գործընկեր չես, ուղղակի Միացյալ Նահանգներն ուզում է տեղով ճանապարհ անցնի իր վերահսկողության տակ, վերջ։ Իսկ հիմա նայենք ուկրաինական ճակատում էլ խաղաղ չի, չնայած էլի բանակցություններ են գնում, բայց հարվածները բավական ուժգին ձևով։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է Պուտինը չի վախենում եվրոպացիներից, նրանք մեր գործընկերներն են, նրանք մեզ շատ են օգնել, բայց նա նրանցից չի վախենում։ Ինչու՞, քանի որ եվրոպացիներն ապրում են գեղեցիկ անվտանգ աշխարհում, որն իրենք են կառուցել, Եվրոպայում կյանքը զով է հաճելի, եվրոպացիները կարծես չեն կարող հավատալ, որ պատերազմ կարող է տեղի ունենալ սեփական երկրում, բայց այսօր միանգամայն հասկանալի է, եթե Ուկրաինան չկանգնեցնի Պուտինին, նա կներխուժի Եվրոպա։ Ուկրաինայի հարևան երկրները հասկանում են, որ կդառնան առաջին զոհերը, որ Ռուսաստանն առաջ կգնա։ Ռուսական դրոնները կարող են աշխատել մեծ հեռավորության վրա, նրանց հրթիռների հեռահարությունն անսահմանափակ է, նրանք կհարվածեն ամենուր, ասել է Զելենսկին։ Իդեպ, երբ որ Զելենսկին ասել է, որ Պուտինը չի վախենում եվրոպացիներից, այո, բայց մի խնդիր էլ կա, Զելենսկին նաև ասել է, իսկ ումից է վախենում Պուտինը։ Եվ կոնկրետ նշել է, որ Պուտինը վախենում է Թրամփից։ Այսինքն հստակ ասել է, որ Դոնալդ Թրամփն իմանա, որ պետք չի, որ դու Պուտինից վախենաս, որովհետև մենք հո գիտենք, որ Պուտինն է քեզանից վախենում։ Գոնե այդ որ իմանաս, կարող է վերաբերմունքդ փոխես, որովհետև այն կշիռը, որը ունի Միացյալ Նահանգները, այս պատերազմը իր համար կանգնեցնելը շատ հեշտ է։ Եվ իրոք հեշտ է, որ Դոնալդ Թրամփը մտածում էր, որ շատ արագ կդադարեցնի պատերազմը, բավական է իր վճռականությունը Ռուսաստանը տեսներ ու հասկանար որևէ շանս չկա
տանել հավաքական արևմուտքին պառակտել կամ հավաքական արևմուտքի ծրագրերը փոխել անիմաստ կհամարեր այս պատերազմը դուք տեսնում եք տնտեսական վիճակը ինչ խայտառակ է ֆինանսական վիճակը ինչ խայտառակ է Ռուսաստանում եւ շատ դեպքերում երբ որ մենք այս մասին խոսում ենք գտնվում են մարդիկ որ ասում են ինչու եք պաշտպանում Ուկրաինային եւ այլն ժողովուրդ ջան կարծիք հայտնելը պաշտպանել է վերլուծություն անելը պաշտպանել է ինչ պաշտպանելու մասին է խոսքը Ուկրաինան մնացել է իմ հույսին որ ես պաշտպանե չեք տեսել Ուկրաինայի թիկունքին ովքեր են կանգնած ես ուզում եմ իմանալ եթե Ուկրաինայի Ռուսաստանի պատերազմը չլիներ Հայաստանը իսկի նորմալ չերել հարաբերվում Ուկրաինայի հետ ու շատ վատ է որ չէր հարաբերվում բայց նորմալ չերել հարաբերվում Մեր գործընկերը Ռուսաստանն էր, չէ՞ մեր իշխանությունների, նաև այս իշխանության օրոք, ոչ միայն նախկինների։ Բայց մի հատ հասկանանք, էլի։ Ռուսաստանի հետ մեծ պայմանագիր ունես փոխօգնության։ Քո անվտանգության երաշխավորն էր։ ՀԱՊԿ-ի անդամ ես, որը լոկոմոտիվը Ռուսաստանն է։ Մի քանի միլիարդ դոլարի Ռուսաստան հարձակողական զենք է տվել Ադրբեջանին։ Ուկրաինան է տվել։ Ուկրաինան քո հետ որ պայմանագրով որ կառույցի մեջ է որ կապել եք ասում եք բան է տվել ինչ է ֆոսֆոր է տվել լավ իմանալով որ այդ ֆոսֆորը չի տվել այսինքն այն կարգի է ձեր տրամադրությունը դեպի Ռուսաստան որ նույնիսկ ռուսական մի հատ բան ինչ է մի հատ չեմ ռեժիսոր էր ինչ էր մի հատ ազգությամբ հայ որ խելքներն իրանցը չի որ ավելի ռուս են քան ռուսները ինքը ասել էր ֆոսֆոր Ուկրաինան վերջ դա ձեզ համար մատի փաթաթան է վերջ Ուկրաինան է տվել մի հատ չեք էլ մեղադրում Ադրբեջանին որ օգտագործել է չեք էլ ապացուցել որ Ուկրաինան է տվել բայց ձեզ պետքա ուղղակի Ռուսաստանին պաշտպանել հարցածակում մի քանի միլիարդ հարձակողական զենքի համար Ռուսաստանին մեղադրել եք ում դեմ էր օգտագործելու այդ հարձակողական զենքը չգիտեր որ հայերի դեմ էր օգտագործել իր ռազմավարական դաշնակցի գույք պարտքի դիմաց ուկրաինացի կեն Հայաստանից վերցրել այդ տարիների ընթացքում տեսել եք քանի միլիարդ դոլարա բան արել ջրել պարտքերը աֆրիկյան երկրների աֆրիկացիների չափել չկանք մոռացել եք մեր ռազմավարական օբյեկտները ով է վերցրել դարձրել քաղաքական լծակ Ուկրաինա Ես զարմանում եմ ձեր վրա, էլի, այն մարդկանց, ովքեր որ սենց համառորեն ուզում են ապացուցեն, որ ժողովուրդ ջան, մեր թշնամին իրանք են։ Եթե դու հարգում ես օկուպանտի իրավունքը գրավելու հարևանի տարածքը, ուրեմն դու դրանով ողջունում ես Ալիևի հարացը։ Բարդ այդքան հասկանալ։ Ես նայում եմ Հայաստանի շահերի տեսանկյունից, որն է Հայաստանի շահերից բխում։ Որ մենք լինենք արևմտյան հավաքական կոալիցիայի անդամ, որտեղ հարգվում է թույլի իրավունքը, որտեղ հարգվում է պետության ինքնիշխանությունը, ագրեսորն էլ պետքա պատժվի։ Սա է, եթե մենք դա ընդունում ենք, լիակատար ասում ենք ժողովուրդ ջան, ժամանակին ստեղծվել է հակահիտլերյան կոալիցիա եւ պայքարել են ագրեսորին պատժել են։ Մենք էլ այսօր ուզում ենք իմանանք, այսօրվա ագրեսորին պատժեք, որ դասելնի այն մյուս ագրեսորին։ Որ Գերմանիային պատժեցին, ձեռի հետ Իտալիան էլ պատժվեց, Ճապոնիան էլ։ Բայց ենք ուզում, որ աշխարհը մեզ ճիշտ հասկանա։ Այո, Հայաստանի շահերից է բխում, որ Ռուսաստանը պարտվի չկա չհասկանալ։ Եվ այդ հարցում մեր վերաբերմունքը, այո, մենք ցույց տանք, որ մենք առաջին հերթին օկուպանտին դեմ ենք։ Չենք արդարացնում օկուպացիան։ Հարևանի տարածք մտնելը չենք արդարացնում։ Թե չէ զարմանալի բան է, ասում են ինչի Ադրբեջանը ջերմուկից դուրս չի գալի, ջերմուկի բարձունքներից։ Եվ մեկ էլ ասում են ինչի Ուկրաինան չի հանձնում իր տարածքները ռուսներին։ Մի հատ կողմնորոշվեք, հա, ժողովուրդ ջան։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Աբու Դաբիում անվտանգության հարցերով Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա աշխատանքային խմբի շրջանակում բանակցությունները կառուցողական էին եւ շատ բարդ այդ աշխատանքը կշարունակվի, ասել է Պեսկովը։ ԱՄՆ նախագահի բանագնաց Ստիվ Ուիթքոֆն ավելի վաղ հայտնել էր, որ բանակցությունները կառուցողական են եղել, քննարկվել են հրադադարի պահպանման մեթոդները, եթե այդպիսի որոշում կայացվի։
Բանակցությունները կառուցողական էին հիմնական թեման են դարձել երկարատև խաղաղության համար պայմաններ ստեղծելու ուղիները, գրել է Ուիտկոֆը։ Իհարկե դեռ դες նորմալ չեն բանակցությունը չեն գաղտնազերծե, որպեսի իմանանք ինչ են քննարկել, բայց որքան որ դուրս է եկել, այսպես ասած, արտահոսք, նաև Ռուսաստանը այնուամենայնիվ պնդում է, որպեսի Դոնբասը ամբողջությամբ վերադարձնեն իրան, եւ ամբողջ աշխարհը օրինական ընդունի, որ դա Ռուսաստանինն է, մի աբսուրդ բան, որ ուղղակի անհնար է։ Դա նշանակում է դու բանակցությունները կառուցողական հուն տեղափոխելու ցանկություն բացարձակ չունես։ Դա է հարցը, որովհետև դու պատերազմը դադարեցնելու դեպքում հետ պատերազմյան իրավիճակը հասկանալի չի։ Բայց նաև միևնույն ժամանակ պատերազմը շարունակելու է ռեսուրսը չկա։ Դրա համար պետք է Թրամփը օգնի, որպեսզի պատերազմը ավարտվի, Ռուսաստանը իրան հաղթող հայտարարի, ասի տեսակ, ես իմ ուզածին հասա։ Այն նույն հաջողությամբ դու կարող ես ասել, սկզբունքորեն մի հատ գյուղ տվեք ինձ, հետո կանգներ քո ժողովրդին ասեիր, ես իմ ուզածին հասա, այդ գյուղն էր, իմ ուզածը վերցրեցի։ Ի վերջո արդյունքում մենք հասկանում ենք, չէ, որ այդ ժողովուրդն է քու դեմ դուրս չի գալի, բայց կամաց հասունանում է։ Կամաց հասունանում է գալիս այն վիճակ, որ կարող է իսկապես պայթյուն լինի Ռուսաստանի ներսում։ Նրանք, ովքեր դրան չեն հավատում, առիթ կունենան դա կտեսնեն։ Իսկ հիմա նայենք Ռուսաստանի հետ կապված ինչի են sense խառը էլի իրանք, իսկ դա մեզ ուղղակիորեն հետաքրքրում է, որովհետև տեսնում եք, որ առաջիկա օրակարգը ռուսական օրակարգն է Հայաստանի ընտրությունների հետ կապված, տեսակ Ալեն Սիմոնյանը գնաց Ռուսաստան եւ տեսակ թե ինչպես էր ինքը հավաստիացնում, որ Ռուսաստանի դեմ մենք ոչինչ չենք անում, եւ մեկ էլ խոսում են նրա մասին, տեսակ Ռուսաստանի ոնց տեղից հանեցինք եւ այլն։ Իրականում մեր իշխանությունները դա չեն ասում։ Իշխանությանը պաշտպանողներն են ասում։ Իշխանությանը պաշտպանողները ում են ցիտում։ Ինչ վերլուծության հիման վրա են ասում, որ Հայաստանի իշխանությունները դուրս են շպրտել ռուսներին, տեսեք ոնց են արել, դուք ում եք լսում, ես ուզում եմ հասկանամ, ինչից եք դա հասկանում։ Փաշինյանին լսելով, Ալեն Սիմոնյանին լսելով, ում լսելով եք այդ եզրակացությանը եկել։ Ինչի իշխանությունները դա չեն կարողանում ասել, որտեղ Ռուսաստանի դեմ չեն ուզում դուրս գալ։ Բայց եւ միևնույն ժամանակ ասում են լավ, ոչինչ, թող այդ կողքից ասեն իրանց սազանդարները, եկա հետո կկանեն ասեն կայ ախպեր, բայց մենք նրանց հետ ի՞նչ կապ ունենք։ Իրանք բան են անկախ վերլուծաբաններ են կարծիք են հայտնում։ Բայց հայ հասարակությանն եք թյուրիմացության մեջ գցում։ Թե մեր իշխանությունները տեսեք ինչ փայլուն ձևով ռուսներին դուրս են մղում Հայաստանից։ Դուք ռուսները ինչ եք թյուրիմացության մեջ գցում, հայ հասարակությանը։ Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը գրել է. իր բնույթով հատուկ ռազմական գործողությունը գաղութային պատերազմ չէ, այլ ինքնապաշտպանության ակտ։ Այս հակամարտության մասնակիցների սոցիալական կազմը ցավոք թույլ է տալիս այն բնութագրել որպես քաղաքացիական պատերազմի փոխարկված ձև, որը ծնվել է ԽՍՀՄ-ի ապաշնորհ փլուզումից։ Վաշինգտոնի ռազմական ակտիվությունը Վենեսուելայում, Իրանում կամ Գրենլանդիայում հավանաբար այդ բնութագրերից ոչ մեկը չունի։ Անկախ նայած թե որքան է ներկայիս ամերիկյան վարչակազմը հորջորջում միջազգային իրավունքը պահպանելու իր դժկամության մասին, նման մոտեցումները չպետք է բառացիորեն ընդունվեն։ Ինչպես այժմ ընդունված է ասել, դա պարզապես միջազգային հարաբերություններում վերահսկվող քաոս է, միտումնավոր ներմուծում է այս կամ այն խնդիրը ԱՄՆ-ի օգտին արագ լուծելու համար։ Նշված է Մեդվեդևի հոդվածում։ Հարցը դա է, որ մենք գիտենք, թե դու ինչ ես ասում, բայց հարցը դա համ ակնկալում եք Ամերիկայից, որ ինքը հօգուտ ձեզ որոշում կայացնի, համ էլ Ամերիկայից դժգոհում եք։ Բա Ամերիկան հենց դուք ասում եք Վենեսուելա, Իրան եւ այլ, հօգուտ իրա ցանկանում է լուծի։ Բա հօգուտ իրա ցանկանում է լուծի, հօգուտ ձեզ է ուզում լուծի։ Էդ էլ եք դժգոհ։ Բայց Ամերիկան օբյեկտիվորեն վարվի, պետք է ասի ագրեսորին բերեք պատժենք։ Բա մենք որ դժգոհում ենք Ամերիկայից հենց այդ նույն բանի համար, ուղղակի այս կողմից ենք դժգոհում, որ ագրեսորին պատժի, իսկ այս ագրեսորը տեսեք ինչ է ասում, սա քաղաքացիական պատերազմ, այսինքն մենք նույն քաղաքացիներն ենք, ռուսները եւ ուկրաինացիները, նույնն են, ժողովուրդ ջան։ Եվ ինչ է եղել, էլի, ապաշնոր փլուզվել է ԽՍՀՄ, որի պատճառով հիմա իրանք քաղաքացիական պատերազմի մեջ են, սա բան չի, գաղութային պատերազմ չէ, այսինքն որ կողմն է գաղութ ինքնապաշտպանության
ակտ չի, այլ պարզապես քաղաքացիական պատերազմի ձև է։ Այսինքն քաղաքացիների մի մասը Ռուսաստանում ապրող, քաղաքացիների մի մասը Ուկրաինայում ապրող իրար հետ կռվում են, հասկանում եք, մի ազգ են, մի ժողովուրդ են, մի արուն են, ժողովուրդ ջան, պատկերացրեք, ցես դրանց կոտորում են միլիոնով։ Հասկանում եք սրանց ուղեղի մակարդակը, այս խելքով ուզում են Հայաստանը կառավարել։ Հարց է ծագում, բա եթե դուք մի ազգ եք եւ այլ, ԽՍՀՄ հապաշներով փլուզեց։ Մեռանք ասելով ժողովուրդ ջան, բա ով պետք է ձեր աչքը մտցնի։ Բա 90 թվականի հունիսի 12-ին, որ դուք ձեր պարլամենտը որոշում կայացրեց ձեր ինքնիշխանության, սուվերենիտետի, պետական, ումից էիք անկախանում, Խորհրդային Միությունից։ Բա ով արեց դա։ Բա հանրաքվե արեցիք Խորհրդային Միությունը փրկեք 91 թվականի մարտի 17-ին։ Մեռանք ասելով, ով պետք է ձեր աչքը մտցնի։ Մեր գործը ասելն է, հանրայնացնելն է։ Բայց այդ դեպքում ձեզ բացատրողները պետք է պաշտոնյաները լինեն, որ բացատրեն այդ հանդիպումների ժամանակ։ Ասեն, բա դուք մարտի 17-ին հանրաքվե արիք 70%-ից ավել ցեն տվեցիք, դուք էլ Ուկրաինան էլ, Բելարուսն էլ 80%-ից ավել։ Եվ որոշեցիք պահպանել Խորհրդային Միությունը։ Եվ որոշեցիք հաջորդ հանրաքվեն 10 տարի շուտ չանեք։ Բա գնացիք դեկտեմբերի 8-ին չի փլուզեցիք Խորհրդային Միությունը։ Լավ ենք ուրախ ենք, որ փլուզել եք, մենք անկախություն ենք ստացել։ Դուք ումից եք մուննատ գալի։ Մեր իշխանությունները մամուլից են իմացել, որ Խորհրդային Միությունը չկա։ Թուրքն էլ կարող է ցանկացած պարագայում մտներ։ 91 թվականի դեկտեմբերին Թուրքը այնքան թույլ էր, որ չէր կարող Հայաստանը գրավեր, Հայաստանի բանակն էլ այնքան ուժեղ էր, Թուրքի դեմ նառնելու էր։ Բա ինչ էր ձեր արածը։ Դուք չեք փլուզել։ Պուտինը չի կանգնել ասել բաներեցինք, փլուզեցինք, որ հաջողանանք արևմուտքին, այն էլ իրանք չգնահատեցին մեր արած քայլը։ Ում վրա եք մուննատ գալի, ով է փլուզել։ Դուք չեք կարողացել այդ պետությունը պահել, ներսից քանդել եք, նախաձեռնությունը ձերն է եղել, հենց։ Որտեղ հասկացել եք փլուզումը, ասել եք մեր բաժինը վերցնենք դուրս գանք, հիմա ձեր բաժինը վերցել եք դուրս եք եկել, նույն Ուկրաինայի հետ գնացել եք փաստաթուղթ եք ստորագրել, ճանաչել նրա տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, սահմանների անխախտելիությունը, հիմա ասնեք անհաջող փլուզման հետևանքը վերացնում ենք, Ուկրաինան վերցնում ենք, այն նույն ձևի անհաջող փլուզման հետևանքով կարող է վաղնել Հայաստանը վերցնեք։ Բա այդքան որ ապացուցում ենք, որ բացատրում ենք, որ եթե Ուկրաինայի արածը մարսեք, հաջորդը Հայաստանն է, ում համար ենք այդքան ասում։ Անհույս ռուսամերներն էլ ասում են, չի եք Ուկրաինային պաշտպանում։ Աշխարհում տես կետ չկա, որտեղ ես գտնվեմ, այդտեղից չնայեմ աշխարհին պաշտոնական մայրաքաղաքի դիտանկյունից։ Իմ ցանկացած բաները ես դիտանկյունը Հայաստանն է։ Երևանից է, որ պատկերացնենք ինչ է կատարվում։ Ցանկացած քայլ, որը որ նույնիսկ Ամերիկան կլինի, Եվրոպան կլինի, որ ես դրա մեջ վտանգ տեսնեմ, ասում եմ ժողովուրդ ջան, ես վտանգ եմ տեսնում։ Այո, ես գտնում եմ, որ իհարկե համեմատաբար ավելի լավ է արևմուտքը, բոլոր տեղերն է սխալներ կան, բայց եթե մի բան մեր շահերին դեմ դրա մասին կարող է չխոսենք, ասենք ամեն ինչ լավ է։ Ժողովուրդ ջան, ինձ համար միևնույնն է, մարդը որ պետության պոլիցային է, որ երկրի շահերն է գերադասում իր պետության շահերից։ Դա կլինի գերմանացու պոլիցիա, ռուսի, թե ամերիկացու, թե եվրոպացու, ինձ համար միևնույնն է։ Կա մեկ շահ Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի։ Այսինքն կհիմնավորես իրանց ասած աբսուրդը Ուկրաինայի հարցում, ավտոմատ կերպով կհիմնավորես Հայաստանի հարցում, որտեղ հաջորդը Հայաստանն է, եթե ինքը կարողանա աշխարհին ապացուցի, որ ինքը իրավունքներ ունի Ուկրաինայի վրա, սուվերեն պետության վրա։ Ֆրանսիայի պաշտպանության գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Ֆաբիեն Մանդոնը նշել է. Շվեդիայի եւ Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին ակնհայտ տեղաշարժ է Բալտիկ ծովի նկատմամբ։ Բալտիկ ծովն այժմ կարող է փակվել ցանկացած պահի, երբ մենք որոշենք, եւ դա վատ նորություն է Ռուսաստանի համար, ասել է Ֆաբիեն Մանդոնը։ Քանի անգամ այս մասին խոսացած կլինենք, որ Ռուսաստանը կոպիտ սխալ թույլ տվեց, որի փրթե չի ցանկանում Ուկրաինան դառնա ՆԱՏՕ-ի անդամ, բայց դրա արդյունքում Թուրքիային բերեց մտցրեց Ադրբեջան, նրանք էլ բանակները միավորեցին եւ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան հիմա Ադրբեջանում է։
Ուկրաինայի դեմ էր պայքարում։ Ուկրաինայի դեմ պայքարում էր եւ այդ հսկայական ժամանակ այդ չեզոքությունը պահպանող օրինակ ծառայող աշխարհին Ֆինլանդիան ու Շվեդիային դարձրեցին ՆԱՏՕ-ի անդամ։ Մարդիկ Եվրամիության անդամ էին, իսկ իրաց անվտանգության համար ցանկություն էլ չունեին ՆԱՏՕ-ի անդամ դառնալ։ Քանի անգամ ենք ասել, որ Արևելյան Եվրոպայի բոլոր երկրները եւ մեկ էլ հետ խորհրդային 3 հանրապետությունը Մերձբալթյան, որոնք որ դարձել են Եվրամիության անդամ, քանի որ գիտեն Ռուսաստանն Իրանից ինչա ներկայացնում, առաջինը դարձել են ՆԱՏՕ-ի անդամ, բայց Ֆինլանդիան ու Շվեդիան օրինակ էին ծառայում, ասում են մենք խնդիր չունենք իրանց հետ, թեպետ երկուսն էլ տարածք են կորցրել Ռուսաստանի հետ պատերազմում։ Ֆինլանդիան նաեւ խորհրդային միության մասին է խոսքը։ Բայց դառան չէ ՆԱՏՕ-ի անդամ։ 1100 կիլոմետր ցամաքային սահմանը երկարեց Ֆինլանդիայով, այդ մենակ ցամաքայինն ենք ասում։ Բա ֆինական նեղուցը Ֆինլանդիայի կողքով չի անցնում, բայց ջրային սահմանը չենք հաշվում։ Իսկ Շվեդիան, որ ասում ենք ժողովուրդ ջան, Շվեդիան եթե ցամաքային սահման չունի, ես նույնիսկ ասում եմ Շվեդիան Ռուսաստանի հարևանն է։ Չնայած աշխարհագրորեն երևում է որ հարևան չի, բայց ասում եմ այդ Սանկտ Պետերբուրգին նայեք հակառակ մայթին Բալտիկ ծովի Ստոկհոլմն է։ Շվեդիայի մայրաքաղաքը չեք տեսե։ Ավելի վտանգավոր դիրքում Շվեդիան է փակում Ռուսաստանի օդերը, քան անգամ Ֆինլանդիան։ Նոր ենք այդ մասին խոսել։ Հիմա հասկանում եք ինչ ստացվեց։ Բալտիկ ծովը փակում են Ռուսաստանի համար։ Բայց էինք ասում, Ուկրաինայի դեմ էիր կռվում, Դոնբաս ես ուզում։ Ամբողջ հեռավոր արևելքը տալիս ես Չինաստանին, աշխատուժդ բերում լցնում ես Հնդկաստանից, Բալտիկ ծովը փակում ես, Սև ծովում չես կարողանում քեզ լավ զգաս, որտեղ խնդիր ունես Ուկրաինայի հետ։ Անկամ միջերկրական ծովում ենք ուստվերային նավերին խփում, էլ չեմ ասում Կարիբյան ծովի շրջակայքում որտեղ որ բռնում են։ Այդ պատերազմի արդյունքում չէր։ Բայց մեծ յոթնյակի անդամ է, յոթնյակը քո համար հատուկ ութնյակ էին սարքել։ Բայց Ռուսաստան գումարած ՆԱՏՕ-ի իր միջազգային մի հատ ծրագիր չկար, որի մեջ չլնեիր։ Համաշխարհային ահաբեկչության դեմ պայքարի բոլոր ծրագրերն առանց քեզ չէր արվում։ Ինչը քեզ ստիպեց, որ այսօր նգնես։ Եվ գիտեք վատը որն է, որ Հայաստանում պաշտպանում են Պուտինին։ Հո, լա Պուտինին բան ասես։ Թշնամի ես իրանց համար։ Իսկ Չինաստանի հետ երբ որ Տրամպը խոսել էր, բայց մանրամասները չէր ասել։ Հետո մանրամասներն էլ ինքը ասեց, դրան էլ անդրադառնանք։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպը Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը քննարկել են Ուկրաինայի եւ Իրանի ճգնաժամը։ Հենց նոր ավարտեցի հիանալի հեռախոսազրույցը Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ, դա երկար եւ մանրամասը զրույց էր, որի ընթացքում մենք քննարկեցինք բազմաթիվ կարևոր թեմաներ, այդ թվում առևտրային, ռազմական հարցեր, իմ ապրիլյան այցը Չինաստան, որին անհամբեր սպասում եմ, Թայվանը, Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև պատերազմը, Իրանի հետ կապված ներկայիս իրավիճակը, Չինաստանի կողմից ամերիկյան նավթի եւ գազի գնումը, Չինաստանի կողմից լրացուցիչ գյուղատնտեսական ապրանքների գնման քննարկումը, այդ թվում սոյայի գնումները, ինքնաթիռների շարժիչների մատակարարումը եւ շատ այլ թեմաներ, որոնք բոլորն էլ շատ դրական են։ Այդ շատ լավ է որ դրական են։ Բա հունվարին եկել էր պաշտոնի, ասում էր դի Չինաստանը մեկուսացնենք։ Մի տարի պահանջվեց, որ հասկանաս ավելի լավ է Չինաստանի հետ լավ լնես, Ռուսաստանին մեկուսացնես։ Հենց ուզենաս երկուսի հետ լավ լնես, դու ես մեկուսանալու։ Չինաստանի հետ հարաբերությունները եւ նախագահ Սիի հետ իմ անձնական հարաբերությունները չափազանց լավն են, եւ մենք երկուսս էլ հասկանում ենք, թե որքան կարեւոր է դրանք պահպանելը։ Ես հավատում եմ, որ իմ նախագահության հաջորդ 3 տարիների ընթացքում նախագահ Սի Ցզինպինի եւ Չինաստանի ժողովրդական հանրապետության հետ կապված բազմաթիվ դրական արդյունքների կհասնենք։ Այդ շատ լավ է որ հասնես, շատ լավ է։ Այդ հաշտվի այդ մտքի հետ, որ առանց Ռուսաստանին պարտության մատնելու ոչ մի հաջողություն չես ունենալու, որտեվ Չինաստանը Ռուսաստանից ձեռ չի քաշելու, որտեվ Չինաստանը շատ կարա իրան թույլ տա, երկուսիդ հետ էլ լավ լինի։ Այդ դուք եք հիմա ձգտում Չինաստանի հետ լավ լինեք։ Թե Չինաստանը խնդիր չունի, ասում է տենց իրար կերեք ինձ հետ լավ լինելու համար։ Ավելի կարևոր է Չինաստանի դերը։
ԱՄՆ նախագահը հավելել է. Սի Ցզինպինը կայցելի Վաշինգտոն այս տարվա վերջին, ես Չինաստան եմ գնալու ապրիլին։ Իսկ հիմա նաև հարցը որն էր։ Հետո արդեն մանրամասնությունը տարածեց բանը Ռուսաստանից։ Նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել է. Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հրավիրել է տարվա առաջին կեսին պաշտոնական այց կատարել Չինաստան և Ռուսաստանի նախագահը համաձայնվել է։ Պուտինը պատրաստ կլինի մասնակցել նոյեմբերին Չինաստանում անցկացվելիք Ասիական և Խաղաղօվկիանոսյան տնտեսական խորհուրդ ԱՊԵԿ գագաթնաժողովին։ Ըստ Ուշակովի, Պուտինի և Սի Ցզինպինի միջև բանակցությունները տևել են 1 ժամ 25 րոպե և բովանդակալից են եղել։ Նրանք քննարկել են Իրանի, Վենեսուելայի և Կուբայի շուրջ ստեղծված իրավիճակը։ Ռուսաստանի և Չինաստանի նախագահները քննարկել են ԱՄՆ-ի հետ հարաբերությունները։ Ռուսաստանի և Չինաստանի մոտեցումները մեծ մասամբ համընկնում են։ Երկու երկրների միջև գործընկերությունը գտնվում է աննախադեպ մակարդակի վրա և ուղղված չէ որևէ մեկի դեմ։ Ռուսաստանը և Չինաստանը գործում են մեջ-մեջքի տված և կարող են ապավինել միմյանց։ Պուտինը վերահաստատել է Ռուսաստանի աջակցությունը «Մեկ Չինաստան» սկզբունքին։ Պատահական չի, երբ որ ասում «Մեկ Չինաստան», այսինքն Թայվանը քոնն է, և այդ Թայվանի հետ կապված թեման քննարկվել է նաև Թրամփի հետ։ Այսինքն Թրամփին էլ է ասում դե մի Թայվանի հարցը որոշի, չնայած Ամերիկան էլ պարբերաբար ասել է, որ մենք Չինաստան ծրագիրը ճանաչում ենք, բայց Թայվանի անվտանգությունը երաշխավորում ենք։ Ռուսաստանի և Չինաստանի դիրքորոշումները միջազգային հարցերի մեծ մասի վերաբերյալ գրեթե կամ լիովին համընկնում են։ Նրանք համաձայնել են, որ աշխարհի մի շարք տարածաշրջաններում պայթյունավետանք իրավիճակներ են ստեղծվել, նշել է Ուշակովը։ Այսինքն սա պարզապես Ամերիկայի Միացյալ Նահանգները ամեն ինչ անում է, որ Չինաստանի հետ հարաբերությունը լավացնի, բայց մի ձև կա, այդ մասին շատ ենք խոսել, մինչև դու Ռուսաստանի հարցը չլուծես, այդ հարցը չի լինելու։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է. մենք պատրաստվում ենք աշխատել Չինաստանի, Ռուսաստանի և ցանկացած այլ երկրի հետ աշխարհում միջուկային զենքի քանակը նվազեցնելու համար, անկախ նրանից այդ պետությունը մեր բարեկամն է, թե մեր մրցակիցը։ Բարեբախտաբար, տեսեք ինչն է, մինչև Թրամփը ասում էր, պիտի Չինաստանի, Ռուսաստանի հետ պայմանավորվենք ու հարցը լուծենք, բայց ուրիշ բան է ասում, հազիվ այն մարդ մի տարի հետևեց, մինչև հասկացան, որ պիտի ասեն և ցանկացած այլ երկրի հետ աշխարհում միջուկային զենքի որտեղ ասում ենք, բա որ դե 3-ով պակասացնեն, մյուսները ավելացնեն, ինչ ես անելու։ Իրանին առավոտից իրիկու հաթաթա ես տալիս, ասում ես, գիտես ինչ ենք անելու, քեզ չենք թողելու միջուկային զենք ստեղծես։ Իրանը սկսվում սպասում է, դուք միջուկային զենքը վերացնում եք, Իրանը սկսում է նորից հարստացնել ուրանը, ինչ եք անելու։ Օվկիանոսից այն կողմից պարսատիկով խփելու ես Իրանին։ Այսինքն դուք ու լծակը կորցնում ես, մյուսների մոտ պահպանում ես։ Լավ է գոնե հիմա ասելա մնա, չնայած սա իրատեսական չի, անկեղծ ասեմ, սա իրատեսական չի։ Այդ ուղղակի այդ ցանկությունը, որպես այդպեսին ասում են, բավական ժամանակավրեպ, բավական իրավիճակից կտրված հետընկած բաներ են ասում։ Այս իրավիճակում դա ուղղակի անիմաստան նույնիսկ քննարկել։ Չնայած որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, ԱՄՆ և Ռուսաստանը չպետք է երկարաձգեն ռազմավարական հարձակողական սպառազինությունների պայմանագիրը, այլ պետք է մշակեն նոր համաձայնագիր։ Նախկին պայմանագիրը երկարաձգելու փոխարեն ամերիկյան կողմից վատ բանակցված համաձայնագիր, որը ի թիվս այլ բաների կոպտորեն խախտվում է, մենք պետք է մեր միջուկային փորձագետներին հանձնարարենք մշակել նոր բարելավված և արդիականացված պայմանագիր, որը ուժի մեջ կմնա առաջիկա երկար տարիներին, նշել է ԱՄՆ նախագահը։ Չմոռանանք մի բան, որ այս համաձայնագիրը 10 տարով էր, հետո 5 տարով երկարաձգեցին առանց երկարաձգելու հնարավորության։ Այսինքն այսպես թե այնպես փետրվարի 5-ին, այսինքն 3 դա արդեն ավարտվելու էր։ Հիմա Թրամփը ասում է մենք չենք երկարաձգելու, նորն ենք անում, ախպեր նորը արա, այդ հինը այլևս ժամանակավրեպ էր։ Այդ հինը այլևս չի գործում, որ երկուսով պայմանավորվեք, երկուսով զսպեք ու աշխարհը զսպվի։ Փոխվել է աշխարհը, տեխնիկան փոխվել է, աշխարհը առաջ է գնացել։ Շատ արագ են կարողանում ինչ-որ մի բան անել եւ հակակշիռ ստեղծեն զանգվածային ոչնչացման զենքեր։ Ու դրա համար Ռուսաստանը եւ Միացյալ Նահանգները համաձայնել են պահպանել ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման
մասին պայմանագիրը առնվազն եւս 6 ամիս։ Այսինքն այս ընթացքը մի քիչ ձգեն, մինչև նոր պայմանագիրը պատրաստ է։ Նոր պայմանագիրը պատրաստել, դա աշխարհը մեական բան չի փոխելու։ Եթե դու ագրեսորին չես պատժում, ագրեսորի հետ գործընկեր ես լինում, դա ոչինչ չի տալու, ցանկացածը ցանկանալու է զինվել, որպեսզի պայքարել ագրեսիայով հարևանից բան վերցինը, ով ուժեղան, նա ճիշտ է սկզբունքով։ Այսինքն Թրամփին չի հաջողվելու այդ հարցը կարգել։ Թող տա կարան ուղղակի ստորագրեն։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ինչ ասի, հիմա հետևելով Վենեսուելային եւ այնտեղ տեղի ունեցող նրան բացահայտ կերպով փորձում են մեր ընկերությունները դուրս մղել Վենեսուելայից։ Լավրովը նշել է, որ որոշ երկրներ փորձում են այդ պետություններին արգելել ռուսական նավթ գնել։ Հա, ենթադրենք, բա ինչ ես առաջարկում։ Բանեիք, բա Վենեսուելան ձեր ընկերն էր, բա դրա համար ենք ասում, որ ձեր վրա հույս տնել չի կարելի։ Բա այնա դուք եք ապացուցում, որ ձեր շահերն են ոտնահարում, ձեզ դուս են շպրտում, մեզանից ինչ եք ուզում, մեզ եք բա ասում եք մենք Հայաստանը, Վենեսուելան չենք կորցնելու, էզևի չեք կորցնելու, որ հիմա լացուկոսները դրել եք։ Ընդլայնման հարցերով եվրոպական հանձնակատար Մարտակոսը ինչ ասէ։ Եվրոպայում խաղաղության կայունության ուղին ենթադրում է Թուրքիայի հետ ամուր գործընկերության նախապատրաստում, որպես հարաբերությունների բարելավման առաջին քայլ։ Մարտակոսը կմասնակցի Թուրքիայի վերականգնվող էներգիայի ոլորտում ներդրումներ կատարելու համար նախատեսված 200 միլիոն եվրո վարկային համաձայնագրի ստորագրման արարողությանը։ Մարտակոսը միաժամանակ ընդգծել է, որ իր ծրագրերը չեն ներառում Անկարայի Եվրամիությանը միանալու շուրջ երկխոսության վերսկսումը, այլ նվիրված են կողմերի միջև վստահության վերականգնմանը և տնտեսական հարաբերությունների հարցին։ Եվ պարզաբանել է, Եվրամիությունը մոտ ապագայում մտադիր չէ վերանայել Թուրքիայի հնարավոր անդամակցության հարցը։ Եվրամիությունը Թուրքիայի անդամակցության բանակցությունների վերաբերյալ ներկայումս ԵՄ օրակարգ չէ, այսինքն օրակարգում չէ։ Թուրքիան հետաքրքրված է ուղղակի Եվրամիության հետ 95 թվականի ստորագրված Մաքսային միության համաձայնագրի բարելավման, ինչն է շատ կարևոր։ Մենք պետք է ուղիղ աշխատենք Եվրոպայի հետ։ Եվրոպան այո շահագրգռված է Թուրքիային անդամակցել, բայց համագործակցել, բայց շահագրգռված չի Թուրքիային ներգրավել Եվրամիության մեջ որպես քաղաքական ծրագիր։ Մաքսային միության անդամ է այդ հասկացանք։ Մենք պետք է ուղիղ աշխատենք, որպեսզի Եվրոպայի հետո չմեղադրենք, ասենք Եվրոպան Թուրքիայի հետ է ուզում աշխատել, մենք Եվրոպայի հետ ինչ գործ ունենք։ Ուղիղ Եվրոպայի հետ աշխատենք, մեր շահերը Եվրոպան պաշտպանի, այդ դեպքում մենք չենք անհանգստանա Թուրքիայի հետ հարաբերությունների, որտեղ շահերը պաշտպանող կա։ Եվ դրա համար մի բան էլ կարճ ասեմ, ուրեմն Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կապիրկինը հայտարարել է, որ Հայաստանի մերձեցում արևմուտքի հետ նոր մարտահրավերներ են եւ այլ, ու նորից մեղադրել Հայաստանին, որ խաղեր եք տալիս բանի հետ, Եվրոպայի հետ։ Այդ նույնը չկրկնեն, որովհետև երեք ավերջուկն էլ ասել Լավրովն էլ նույն բաները։ Ուղղակի դեսպանը այստեղ նստած ասում է եւ մեկ էլ նորից ասում է Կապիրկինի խոսքով Մոսկվան պատրաստ է քննարկելու Տրամփի ուղու նախագծին Ռուսաստանի միանալու հնարավորությունը։ Սա Հայաստանը չի ասել, որ ոչ դուք չես մասնակցելու։ Հայաստանի իշխանությունների սազանդարներն ասում են, դուք ինչ գործ ունեք Թրամփի ուղու հետ։ Ուզում են մի հատ Հայաստանի իշխանություններն ասեն, էլի, ասեն հոп, ժողովուրդ, դու չես մասնակցելու։ Գնում են էստի համեցեք են անում Ռուսաստանին, Ռուսաստանն ասում է կմտածենք ստեից, ասում են, այ մատ այդ Ռուսաստանն էլ երես չունի գալիս է։ Դուք եք Ռուսաստանին հրավիրում, մի խաբեք այս ժողովրդին։ Դե ինչ, այսօր այսքանը, եթե հավանեցիք սեղմեք լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Անտոնյան YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։